Այժմ տեսնենք ինչ է սպասվում աջակցություններին հաջորդ ամսվա ընթացքում, ինչ է սպասվում աջակցություններին օգոստոսին։ Շատ նշանների համար շատ բարդ կարտեր էի տեսնում, հատկապես անձնական հարաբերություններում։ Բավականին թեժ ամիս է լինելու օգոստոսին, ինչքան հասկանում եմ հարգելներս։ Տեսնենք աջակցություններին ինչ է սպասվում օգոստոս ամսվա ընթացքում։ Միայնակ աջակցությունների համար, զույգերի համար, աշխատանքի եւ ֆինանսների։ Եվս մեկ կարտ պարզապես որպես խորհուրդ բոլոր աջակցություններին։ Մենակ եք զույգով եք, տարիքով եք, երիտասարդ եք, նշանակություն չունի։ Խորհուրդը կվերաբերի բոլորին։ Շատ լավ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, այսօր խաչը շատ եմ տեսնում, չգիտես ինչի, շատ այսպես կարմիկ ժամանակահատված է միայնակ աջակցությունների համար։ Եվ տեսնում եմ մյուսը 8 պենտակլի։ 8-ը նաև հավերժության նշանն է արկած վիճակում։ Ինչ է նշանակում։ Ինչ-որ մի բանը անդադ շարունակվում է նույն ձևով, գիտեք, այդպես կարող եմ ասել, ասինքն կամ ինչ-որ բան չի վերջանում։ Անընդհատ այսպես նույն բանը կատարվում է, անընդհատ, եթե չի ստացվում ձեր անձնականը, կարծես անընդհատ նույն պատճառով չի ստացվում։ Անկախ նրանից աղջիկ եք, թե տղա նշանակություն չունի։ Եվ կարող եմ ասել, որ ինչ-որ կարմիկ պատճառներ կան, այսինքն ձեզնից էլ կախված չէ։ Ինչ է լինում, ինչու է այդպես լինում, բայց նույն բանը անընդհատ նույնն է լինում, նույն պատճառով, նույն տարբերակով, նույն ելքը։ Դե եթե մենակ եք, ուրեմն չեք կարողացել զույգ կազմել, անընդհատ ինչ-որ խանգարող հանգաման կա ու կարծես թե նույն բանն է խանգարում։ Տեսնենք ինչ կհոշեն կարտերը։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Տեսնենք ինչ եմ տեսնում հարգելի աջակցություններ։ Ես ասում եմ նույն բանը անընդհատ կատարվում է, կարծես թե, տեսնում եմ ճանապարհ եք ընկել, հիասթափությունները թողնում եք, ձեր կյանքի փորձը թողնում եք, նայում եք առաջ, պայքարում եք, շատ ծանր գնով, շատ նման է աջակցությունին, դժվարությամբ փորձում եք ինչ-որ մեկին միգուցե հավանել, որտեղ դժվար հավանող են աջակցությունները, հետո հիասթափվում եք։ Երևի նույն նմանատիպ մարդիկ են կամ ինչ-որ, եթե կոնկրետ մարդկանց պատճառով է, գիտեք, երևի ինչ-որ մարդիկ էլ կան խանգարում են կողքից, այդպես էլ կարող է լինել, ինչ-որ մարդկանց պատճառով է ձեր սիրտը իրականում կոտորվում, հայտնվում է երրորդը, դուք թողնում եք, որտեղ եռյակ եմ տեսնում, այսինքն այստեղ կարող է սիրային եռանկյունի լինել, սիրային եռանկյունի, նույնիսկ եթե թողնում եք, հեռանում եք, միևնույն է։ Շատ նմանատիպ պատմություններ եմ տեսնում, ձեզ հետ կատարվում են հարգելի աջակցություններ, տեսակ անընդհատ նույն բանը։ Տեսնում եմ սիրտն է այդ կոտորվում է այստեղ, այո, տեսնում եք, սիրտը կոտորվում է, հիասթափվում եք, չստացվեց, նորից պայքարեցիք, չստացվեց, նորից տեսնում եմ սիրահարների կարտը։ Նորից էլի ինչ-որ մեկը գալիս առաջարկություն է անում, նորից էլի փորձում եք հրաշագործի կարտն եմ տեսնում, այսինքն նորից էլի փորձում եք 0-ից նորից հավանել։ Աջակցությունները ընդհանրապես երկար պիտի մտածեն վստահության խնդիր, այսքան փորձությունների միջով անցնողը բնականաբար վստահության խնդիր կլինի։ Նորից էլի փորձում եք, ես տեսնում եմ, որ դուք չեք հանձնում, նորից ուզում եք հավատալ, նորից ինչ-որ մեկը սեր է խոստովանում, նորից էլի 0-ից ուզում եք սկսել հարաբերություններ։
Բայց էլի ինչ որ մեկը ինչ որ սխալի պատճառով մեկի պատճառով նորից էլի կարող է հանկարծ պարզվի, որ միգուցե սա էլ ճիշտ տարբերակ չէ։ Պարզվում է հանկարծ այս համար, բայց սա էլ ինչ որ մեկն է, թերով ինչ որ մեկը, որ փորձում է կտրել ու խանգարել ձեր անձնական կյանքին, ձեր հարաբերություններին։ Նույն մարդու հետ է, թե տարբեր մարդկանց հետ են, անկեղծ ասած կդժվարանամ ասել։ Այդպես կարող է նույն մարդու հետ փորձում եք հաշտվել, էլի, բայց ես չեմ կարող ասել, որ դուք ինչ որ մեկի հետ ձեր խնդիրները, որտեղ ես զույգի համար չեմ նայում, միայնակների համար եմ նայում, բայց չի ստացվում, ինչ որ մեկի պատճառով, այս թրի թակավորը ինքը կարող է լինել այսպես, ինչ որ մեկի պատճառով կտրվում է, կամ ձեր զույգն է, տղամարդիկ են ինչ որ սխալ բան են անում, հիասթափվում եք, կամ ինչ որ երրորդ անձ է լինում, որը մեջտեղ է, այսպես խառնվում է ձեր գործերին, հա մեջտեղում է հայտնվում եւ խառնում է ամեն ինչ իրար։ Բավականին տեսնում եմ ջանք թափում եք, հա, ու երբ որ արդեն պիտի պտուղ տա ձեր ջանքերը, ասիկի ինչ մեկի հետ հանդիպում եք, փորձում եք, որ արդեն պիտի լրջանան ձեր հարաբերությունները, էլի ինչ որ մի բան պարզվում է այնպես չէ, էլի նորից գնում ենք հին տաշտակին, նոստալգիայի կարտը, նորից էլի ամեն ինչ շատ տարօրինակ եմ տեսնում, հետաքրքիր հարգելի ատեղջուններ։ Դե եթե այսպիսի խնդիրներ կան, ասինքն ում վերաբերում է կհասկանան եւ հենց սրանք էլ կդնեն պատճառ, որ մարդը մենակ է։ Եթե ամեն ինչ լավ լիներ, հեշտ լիներ, մարդիկ մենակ չէին լինի, ես միայնակների համար չէի նայ։ Ես տեսնում եմ իրականում ակտիվություն ձեր կողմից օգոստոսին, ակտիվ կլինի ամիսը ձեզ համար հարգելի ատեղջուններ։ Դուք էլ ընտրության առաջ էլ կլինեք կանգնած, կապույտ, կարմիր, ինչ ընտրեք, գիտեք, զգուշ եղեք, բայց նայեք առաջ։ Շարժվեք առաջ, կյանքը շարժվում է, ես գիտեմ ատեղջուրները հանձնող տեսակ չեն։ Ես անձամբ ատեղջուր որպես կարող եմ ասել, քանի շունչ կա իմ մեջ, քանի ես շնչում եմ, կյանքում ինչ նպատակ լինի, անձնական լինի, աշխատանքի լինի, չգիտեմ, երեխաների հետ կապված լինի, ինչ լինի, երբեք չեմ հանձնում, որտեղ քանի ես կամ ապրում եմ, ես ինչ-որ բան կարող եմ փոխել։ Երբ որ չեմ լինի, էլ չեմ լինի, էլ ոչինչ չեմ կարող փոխել։ Քանի տարեկան եմ, ինչ վիճակ, ոչ մի նշանակություն չունի, դրանք պարզապես պատճառաբանություններ են։ Այդ ձեզ կարտերը հուշում է շարժվեք առաջ։ Մի նայեք ետ, ինչ եղել է, ուրիշների պատճառով է եղել, շարունակեք փնտրել, բավականին աշխուժ ամիս կլինի, ես կարծում եմ, որ դուք առանձնապես չեք ձանձրանա, պարզապես եթե նույն սխալների պատճառով է ինչ որ նույն բանն է կատարվում, մի քիչ ավելի ուշադիր եղեք ձեր չորս կողմը, ով է, ում պատճառով կարող է լինել, ես չեմ կարող ասել, որ նույն մարդու պատճառով է միշտ, բայց մի տեսակ չգիտեմ, սխալ մարդիկ են ձեզ հանդիպում, կամ պարզապես սխալ մարդիկ են ձեզ շրջապատում, կարող է լինել, պարզապես տեսնում եմ այստեղ ինչ-որ բան խանգարում է ձեզ, ինչ-որ կարմիկ ուժեր կա, ինչ-որ մի բան խանգարում է ձեր հարաբերությունները, չեն կարողանում կառուցվել։ Ես տեսնում եմ, որ ձեր շրջապատում մարդիկ կան, այնպես չի, որ դուք մենակ եք, ընտրություն չունեք, դուք ունեք ընտրություն։ Ու ես չեմ տեսնում ինչ-որ մեկը մեկին խանգարում է, ինչ է անում, բոլորովին։ Պարզապես դուք անդադ ճանապարհին եք, անդադ ընտրություն եք կատարում, անդադ սպեսիալային եռանկյունու մեջ եք հայտնվում եւ ինչ-որ մեկի պատճառով, հա, ձեր սիրային եւ անձնական հարցերը չեն կառուցվում, ինչ-որ մեկը գտնվում է, որ խանգարում է ձեզ։ Կարտերը հուշում են ամեն դեպքում աշխուժ ամիս կլինի օգոստոսը նաեւ ձեզ համար, շարժվեք առաջ, նայեք առաջ եւ հույսով եմ ինչ-որ մի բան փոխվի ձեզ համար։ Իսկ փորձեմ մի կարտով էլ հանել շարժվեք առաջ, շատ լավ է, մի հանձնվեք, բայց կարտերը հուշում են ետ մի նայեք, ինչ որ եղել է անցյալում արդեն եղել է։ Փորձեք ավելի քիչ վստահել, չգիտեմ, ձեր շրջապատի մարդկանց, ընկերուհիներին կամ տղաներ ընկերներին միգուցե հարաբերությունները կամ ձեր հաջողությունները ինչ որ նախանձություն են առաջացնում, բայց ես եռանկյունի էի տեսնում ճիշտ ասած, ավելի շուտ երեք կողմից խոցվածից, դա նշանակում է սիրային եռանկյունի։ Ես ճիշտ ասած չեմ տեսնում, որ ձեր անձնական հարցերը օգոստոսին շտկվում են, անկեղծ ասած չեմ կարող ասել զույգ գտնում եք, պարզապես կարտերը հուշում են, այսպես ընկճված վիճակում պետք չի լինել։ Տեսնում եք, ես ինչ որ տեսնում եմ, պահպանեք ինչ որ ունեք, պահպանեք ինքներդ ձեզ, նպատակասլացեք, մի հանձնվեք, շարժվեք առաջ, եղեք ակտիվ, հիասթափությունները դա կյանքի պարզապես փորձ է, բայց որովհետև կարող եմ ասել ինչ որ բան ճակատագրով չէ ստացվում, այսինքն գիտեք, կախված է, չի շարժվում, բայց կշարժվի։ Ես որտեղ շարժի կարտն եմ տեսնում, ամեն ինչ կշարժվի առաջ, ուղղակի իր ժամանակին։ Սխալ մարդիկ են ձեզ հանդիպում, ես տեսնում եմ ինչ որ կարմիկ ամեն դեպքում ինչ մի խանգարող բան կա։ Խաչով կարող եմ ասել, այնպես չի, որ դուք ինչ-որ բան սխալ եք անում։ Դուք սխալ չեք անում ոչինչ։ Պարզապես դեռ ժամանակը չի, երևի ճիշտ մարդը դեռ չի եկել, բայց դուք բավականին կյանքի փորձ եք ձեռք բերում եւ բավականին ցավագին, ես տեսնում եմ։ Որ մեկ-մեկ ուղղակի չգիտեք արդեն թե ինչ անել։ Կարտերը հուշում են նայեք առաջ, երբ որ ժամանակը գա, ձեզ համար էլ ամեն ինչ կփոխվի։ Հարգելի միայնակ ատեղջուրներ։
Նմանատիպ մի բան եմ տեսնում, մի քիչ ավելի ցավագին եմ տեսնում զույգերի մեջ իրականում, էլի տեսնում եմ ինչ-որ ցիկլի մեջ, էլի անվստահություն եմ տեսնում մարդու նկատմամբ, զույգի նկատմամբ, տեսնում եմ այսպես անելանելի վիճակ, անքուն գիշերներ, բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Ես չգիտեմ աղջիկը այծեղ ջուրն է, թե աղջիկը այծեղ ջուրին սիրողն է, բայց մի տեսակ ոչինչ չի փոխվում։ Ոչինչ չի փոխվում։ Ես չեմ կարող ասել նույն բանը կրկնվում է, ես կարող եմ ասել երևի ոչինչ չի փոխվում։ Նույն տեղում դոփում են, դրա համար էլ մարդը բավականին տանջվում է, որտեղ իրականում վերջապես պետք է փոփոխություն լինի, կարծես բարդ իրավիճակ է։ Ես սա ասում եմ այն զույգերին, ովքեր բարդ վիճակում են մինչև օգոստոս, ում համար ամեն ինչ նորմալ է, հարգելն էս ուրեմն նորմալ է։ Նաև սրանք զույգ են, այսինքն ամուսնացած կամ չամուսնացած։ Պայքար եմ տեսնում, շատ պայքար եմ տեսնում, հարգելի աջեղջուներ, ով է ում հետ է պայքարում կդժվարանամ ասել, բայց այստեղ մի քանի մարդու մեջ տեսնում եմ պայքար, բայց աստիճանաբար այդ պայքարը երևի թե կվերջանա, եւ երևի թե կվերջանա աջեղջուրի հաղթանակով, որտեղ վերջում հաղթանակի կարտ եմ տեսնում, բայց բավականին բարդ ճանապարհ ունեք անցնելու մինչև հաղթանակի հասնելը, հարգելի աջեղջուներ։ Ես ասում եմ մինչև վերջ ձեր ներվերը քայքայվում եւ քամվում է մինչև հասնում եք հաղթանակին։ Կարող եմ այդպիսի բան տեսնել։ Գիտեք, ես այստեղ արագության կարտն եմ տեսնում եմ թրերի թագավորը, ապա տեսնում եմ այս ջահերի ասպետը։ Ինչ հետաքրքիր է, ես մի հատ նորից կարտերը նայեմ, ես էլի եմ կարծես այսպիսի բան տեսել, գիտեք, շատ հարգելի է, շատ արունակ կարտեր եմ տեսնում։ Ես տեսնում եմ տղամարդիկ, ես աղջկան պարզապես տեսնում եմ այսպես անկյունում նստած լաց է լինում, աղջիկ անելանելի վիճակում է, գիտեք, ես կարող եմ ասել տղամարդը ինչու խնդիրներ ունի։ Ամուսինն է թե ամուսինչի նշանակություն չի, տղամարդը ինքը կարծես իր կռիվն ունի տալու աշխարհի հետ, շատ զբաղված է, շատ այս արագության կարտն է, շատ զբաղված է, շատ ագրեսիվ մարդկանց հետ, շատ այսպես պայքար է, այլ եմ ասում, պայքար է, սա էլ տաքարյուն պայքար է եւ շատ էլ բացասական, շատ էլ ուժեղ մարդկանց հետ։ Ես այդպես եմ տեսնում։ Իսկ աղջիկը նստած անկյունում, ես կարծում տղամարդը խնդիրներ ունի, իսկ աղջիկը պարզապես տանջում է, անքուն գիշերներ ունի, ամեն ինչ պետք է 10-ով շատ լավ լիներ, իրականում ոչինչ էլ չի լինում, դրա փոխարեն ճգնաժամ։ Այսինքն սրանք հույսերն էին, որ պետք է ընտանիք կազմեին, չգիտեմ, կամ ընտանիք են, պետք է ամեն ինչ լավ լիներ, երեխա ունենային, չգիտեմ, երջանիկ լինեին, ամեն մարդու զույգերը տարբեր պլաններ կունենային, բայց հակառակը, տեսնում եմ Պենտակլի 10-ը, որը շատ մեծ գումարներ է, եւ տեսնում եմ Պենտակլի 5-ը, ինչը նշանակում է ճգնաժամ։ Այսինքն շատ լավ պետք է լիներ, լրիվ հակառակն է եղել, լրիվ հակառակ ուղղությամբ են հարաբերությունները գնացել, ինչ պատճառ։ Ես տեսնում տղամարդու հետ է կապված, որտեղ լրիվ տղամարդ եմ տեսնում։ Ես լրիվ այստեղ միայնակ տղամարդ եմ տեսնում։ Իսկ աղջկանից կարտեր աղջկան հուզում է, որ չնայած որ շատ մեծ հույսեր ունեիք 10-ով, բայց իրականում ճգնաժամի մեջ եք, պարզապես պետք է ուժեղ լինել։ Այս անքուն գիշերները ոչինչին չեն օգնում։ Աղջիկը ոչինչ չի կարող անել, ես մենակ տղամարդիկ եմ տեսնում, կարող եմ ասեմ կամ աղջիկ է կամ կին է, եթե ձեր ամուսին ինչ որ խնդիրներ ունի եւ ինչ որ ժամանակ դուք իր հետ խնդիրներ ունեք ձեր անձնական հարաբերություններում, ինչ որ ճգնաժամ կա արգելնես, դուք պարզապես պետք է սպասեք եւ ուժեղ լինեք։ Ձեզնից ուրիշ ոչինչ չի պահանջում, որտեղ ես տեսնում եմ, որ դուք ոչինչ չեք կարող անել։ Տղամարդը ինքը պիտի կարողանա իր հարցերը լուծել։ Իրականում կարծես ինքը ինչ-որ մի պահ պայքարում է, հետո նորից զրոյից է սկսում, հետո հիասթափվում հեռանում է։ Ես վերջում տեսնում եմ հաղթանակի կարտը։ Ես կարող եմ ասել, որ տղամարդը ինքն էլ չգիտի թե ինչ անել, իսկապես չգիտի ինչ անել։ Տեսնում եք, ել եմ ասում, մեկ այսպես շատ տաքարյուն, ինքը կարծում է շատ այսպես ամբիցիաներով, վստահ կպայքարեմ, կհաղթեմ, մեծ հետո զրոյական նորից վիճակ, հետո թողնում է հեռանում է, ինչ է կատարվում այս մարդու կյանքում, ինչ է անում, ես կդժվարանամ ասել։ Ես վերջում տեսնում եմ, ամեն դեպքում կվերջանա, հաղթանակը կարող եմ ասել, որ ի վերջո կկարողանա հեռանալ իր խնդիրներից, կկարողանա խնդիրներից հեռանալ եւ իր համար դրական ավարտ կունենա։ Ես ճիշտ ասած չեմ տեսնում հարաբերություններում ինչ-որ բան կփոխվի հարգենես։ Կարող եմ ասել, որ մինչեւ տղամարդը չվերջացնի իր այս պայքարեր, ում հետ էր, ինչ պայքարեր, ինչ խնդիրներ ունի, տնից դուրս, ընտանիքից դուրս, իզույգից հեռու, կնոջ հետ չի պայքարը դրսում տղամարդն է վարում։ Մինչև չվերջանա, կինը միայն կարող է այսպես ուժեղ լինել, համբերել եւ սпасել։ Ես կարտերով եմ տեսնում, ուժեղ կարտ եմ տեսնում։ Աղջիկ մեկ է տեսնում, այստեղ հուսահատված աղջիկ, ուրիշ ոչ մի աղջիկ չեմ տեսնում։ Հարգելիներս, ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Հույսով մինչև օգոստոսի վերջ
ինչ որ մի դրական փոփոխություն լինի եւ տեղից շարժվի։ Մինչև տղամարդը կարծես իր հարցերը չլուծեր դրսում, հա, իր շրջապատում ինչ է կատարվում իր հետ, չգիտեմ, չի կարողանալու անձնական հարցերին անդրադառնալ։ Ինչ եմ տեսնում աշխատանքում, տեսնում եմ տան կարտը եւ տեսնում եմ աշտարակ է քանդվում։ Աշտարակ քանդվելը նշանակում է ինչ-որ մի նպատակ ունեցել եք չեք հասել։ Եթե ուզում եք տուն գնել վաճառել, կարծես չի ստացվում, կամ վերջերս գործ չունեք, կամ պարզապես լավ գին չեն առաջարկում, չգիտեմ, գնողները կամ վաճառողները մի տեսակ ձեր գործերը չեն ստացվում։ Տնից եք աշխատում, հիմա այդ գործն էլ չկա, տնից աշխատեք, շատ եք, միգուցե տանը նստել, որտեղ աշխատանքային գործերը չեն ստացվում, գործ չկա, այդպես էլ կարող է լինել։ Եվ միգուցե ավելի շատ ժամանակ եք անցկացնում տանը, տեսնենք օգոստոսին ինչ կփոխվի հարգելի աջակցություններ։ Գիտեք, աշխատանքի իմաստով կարող եմ ասել ինչ-որ բան կփոխվի իրականում։ Ես տեսնում եմ այստեղ հուզվածքին, այսինքն մի տեսակ արդեն հոգնել է, սպասելուց, փնտրելուց, աշխատանքի համար, չգիտեմ, կամ պայքարում եք, կամ ինչ-որ բանի եք սպասում, չգիտեմ, եթե աշխատանք չունեք, վաղուց տան նստած եք, միգուցե աշխատանքի եք փնտրում եւ շատ վաղուց սպասում եք եւ շատ հուզված եք, բայց չէր ստացվում եւ չէր ստացվում։ Իսկ ես բաժի բաժակով կարող եմ ասել, որ իրականում հնարավոր է ձեզ ինչ-որ առաջարկություն անել։ Մի նոր առաջարկ դուք շատ կողոքեվորվեք, ինչ որ գիտելիք ունեք, շատ լավ է, բայց տեսնում եմ կլինի ինչ որ մեկը, որ ձեզ ինչ որ նոր բան կսովորեցնի, բայց ես վստահ եմ դուք կսովորեք, սա էլ 10 հաջողության էլ կհասնեք, եթե աշխատանք եք փնտրում, ամենայն հավանականությամբ, որտեղ նաև գումարներ եմ տեսնում, այսինքն ամենայն հավանականությամբ աշխատանք կգտնեք, եթե դրանից եք հոգնել, դրան եք սպասում։ Ինչ անհաջողություն է լինել, աշտարակը չգիտեմ ինչու էր քանդվել, մի տեսակ ինձ թվում է, այստեղ շատ սպասում էիք, սպասողական վիճակ էր, ինչ որ գործ չէր ստացվում, հուզված եք, ինչ որ նոր առաջարկություն կլինի, կողոքեվորվեք եւ կկարողանաք շարժվել առաջ եւ ինչ որ մեկն էլ ձեզ կօգնի։ Ես հաջողության կարտ եմ տեսնում հարգելիներս աշխատանքում, նույնիսկ եթե ինչ որ հիասթափություն ունեք, ինչ որ բան հաջող ամեն դեպքում աշխատանքի վայրում հաջողություն կլինի։ Եթե աշխատանք չունեք, կգտնեք աշխատանք հավանաբար։ Իսկ ֆինանսներում շատ լավ կարտեր եմ տեսնում, հարգելի աջակցություններ։ Նախ տեսնում եմ, որ բալանսի մեջ պահում եք դուք ձեր ծախսերն ու ֆինանսները, այսինքն դուք ֆինանսական ճգնաժամի մեջ չեք, պարզապես բավարարում եք ձեզ։ Ինչ որ աշխատում եք, ծախսերը փակում է, ամեն ինչ նորմալ է, բայց ես տեսնում եմ նաև հաջողության կարտը։ Ֆինանսապես տեսնում եմ ձեզ իրականում այդ բալանսը պահում եք, բայց ավելին կլինի։ Ավելի ֆինանսապես հաջող ամիս կլինի օգոստոսը ձեզ համար, հարգելի աջակցություններ, տեսնենք։ Ես տեսնում եմ, եթե դուք ինչ-որ գործարքներ, ինչ-որ պլաններ ունեք ֆինանսների հետ, հարգելիներս, բավականին աշխուժ կլինի, արագ կշարժվեն գործերը, այսինքն չի դանդաղի, եթե ինչ-որ նոր ծրագիր ունեք, ինչ-որ, չգիտեմ, նոր ֆինանսի աղբյուր եք գտել, նոր գործ եք ուզում սկսել, ինչ-որ պլաններ ունեք ավելացնելու ձեր ֆինանսները կամ ցանկացած գործարք։ Ես տեսնում եմ, որ չի էլ դանդաղի, բավականին աշխուժ ամիս կլինի ֆինանսական առումով, դուք շատ լավ տրամադրված եք, ինչ նոր գաղափարեր ունեք, նոր գործ եք սկսում, նոր գործարք եք կնքում, տեսնում եմ շարժում եք առաջ, տեսնում եմ ֆինանսներ գալիս են։ Չեմ կարող ասել շատ մեծ ֆինանսներ գալիս են, պարզապես գիտեք, ես գիտեմ, որ աջակցությունները շատ մեծ ռիսկի դիմող չեն, շատ ավելի զգուշավոր մարդիկ են։ Կարող եմ ասել դրա համար էլ ինչքան որ դուք ներդրում անեք, այնքան էլ ձեզ գումար կգա։ Շատ ռիսկի չեք դիմի, շատ մեծ գումարներ էլ երևի թե չեն գա, բայց էլի եմ ասում, ինչքան որ ներդրում անում եք, ինչքան աշխատանք ներդրում, ինչքան որ անում եք, ինչ գործ որ անում եք, այսինքն գիտեք ինչ, ոնց բացատրեմ, որ ես հասկանում եմ, չեմ ասում։ Այսինքն եթե դուք շատ զգուշավոր եք, մի քիչ գումար ներդնում եք, մի քիչ գումար եք ուզում գործի մեջ դնել, մի քիչ գումար էլ կաշխատեք։ Եթե շատ մեծ ներդրում անեք, մեծ գումարներ կաշխատեք։ Դրա մասին է խոսքը։ Բայց ես տեսնում եմ, որ դուք բավականին հաջող կնեք ֆինանսական, շատ աշխուժ կլինի, շարժ կլինի, կշարժվեք առաջ, այսինքն ֆինանսները կավելանան ձեր ֆինանսները նաև այնքան, որ դուք դեռ կարող եք ուրիշներին էլ օգնել։ Հաջող կլինի ֆինանսապես հարգելիներս բավականին հաջող կլինի, ել եմ ասում, դուք նույնիսկ կարողանաք ուրիշներին էլ օգնել ֆինանսապես, եթե դրա կարիքը լինի։ Ընդհանուր խորհուրդը բոլոր աջակցություններին, այս ինչ հոյակապ կարտ եմ տեսնում հարգելիներս, Պենտակլի թագավորը ինքը հենց այդ եղջյուրի նշանն է, հողի նշանն է, սա տեսնում եմ շատ
կայացած, շատ հարուստ, շատ լուրջ մարդ, որը ոչ միայն հոգով է հարուստ եւ ֆինանսներով, այլ պարզապես լիարժեք կյանքով է ապրում եւ ինքն է հասել։ Այ որոշ ատեղջյուրների համար օգոստոսի մինչև վերջ հանկարծ կարող է մի տեսակ երեք մարդը երբ որ այսպես հանգիստ նստում է աթոռին, չէ, հոգոց է հանում, վերջապես, այսինքն թեթևացած զգացողություն կունենաք, որ դուք ինչ որ մի բանում հաջողության հասաք։ Ինչում հաջողության հասակը դժվարանամ ասել, նայած ում ինչպես է, սա բոլոր ատեղջյուրները, միայնակ եք, զույգ եք, մեծ եք, երիտասարդ եք, ուսման մեջ եք հաջողության ձգտել, փորձել, պայքարել եք, ձեր ուժերով անպայման կհասնեք, աշխատանքում կհասնեք, կարիերայի իմաստով կհասնեք, հարաբերություններում էլ կհասնեք։ Այսինքն ցանկացած նպատակ, որ ունեցել եք, ձեր առջև դրել եք ինքնուրույն ձեր ուժերով, լինի ֆինանսների հետ կապված, լինի էմոցիաների, զգացմունքների հետ հարաբերությունների նշանակություն չունի։ Դուք հաղթանակած դուրս կգաք, հարգելի ատեղջյուրներ, մեծամասամբ շատերը ինչ որ հարցերում ձեզ շատ թեթևացած, հանգստացած ու կայացած կզգաք։ Այսինքն կհասկանաք, որ ինչ որ մի բան լավ եք արել, ճիշտ եք արել, ինքներդ ձեզնից շատ գոհ կզգաք, այսպես հանգիստ, կայացած, պրակտիկ մարդ եմ տեսնում, որը ունեցել է կոնկրետ նպատակ, ինքը իր խելքով իր ուժերով կարողացել է հասնել իր նպատակին։ Խորհուրդը բավականին հաջող էր, հարգելիներս, խորհուրդ էր կամ հուշում էր ընդհանուր ատեղջյուրների համար հաջող ամիս կարող է լինել, պարզապես ճիշտ ընտրություններ կատարեք, շատ մեծ ռիսկերի մի դիմեք, հարգելիներս, եւ հույսով եմ տղամարդկանց պայքարը աշխարհի հետ վերջանա, վերադառնան ընտանիք։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ջրհոսներին հաջորդ ամսվա ընթացքում, ինչպիսին կլինի օգոստոսը մեր հարգելի ջրհոսների համար։ Միայնակ ջրհոսների անձնական կյանքը, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ եւս մեկ կարդ որպես խորհուրդ կամ հուշում բոլոր ջրհոսների համար։ Միայնակների համար, զույգերի համար, աշխատանքի համար եւ ֆինանսների համար։ Ու ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, վերջապես միայնակների համար ինչ որ դրական բան եմ տեսնում, հարգելիներս, տեսնում եմ շատ ոգևորված են ջրհոսները, սա այն ոգևորված մարդն է, որ ասում է վերջացավ, ես ինչ-որ բան փոխելու եմ, ինքս իմ ուժերով գնալու եմ, փոխելու եմ իմ կյանքը եւ գտնելու եմ ինձ համար զույգ։ Շատ լավ եք տրամադրված, շատ այսպես էներգիայով, բոցավառ, կրակի նշանն է, չնայած ձեր նշանը չէ, բայց ես տեսնում եմ, որ դուք էլ չեք հավատում, որ ճակատագիրը ձեզ ինչ-որ մեկին բերելու է եւ հրամցնելու, դուք ինքներդ որոշել եք ձեր ձեռքը վերցնել ձեր անձնական կյանքը եւ փոխել եւ գտնել ձեզ համար զույգ, սա էլ մատանին, ամենայն հավանականությամբ կկարողանաք հարգելներ, շատ լավ տրամադրության մեջ եք, ինձ շատ դուր է գալիս այս տրամադրությունը, ես չեմ սիրում, մարդիկ նստում են թախտին, սպասում են բախտեն, անկեղծ ասած։ Երևի որտեւ ինձ երբեք այդպես ոչինչ չի տրվել կյանքում, ամեն ինչի համար ինքս եմ պայքարել, երևի դրա համար, բայց ինձ այս տրամադրությունը շատ դուր է գալիս, որտեւ ասում են ով փնտրում է, նա գտնում է։ Աստված այդպես է լինի, հարգելի միայնակ ջրհոսներ։ Տեսնում եմ, որ ցանկություն ունեք, շատ ոգևորված ու շատ տրամադրված եք եւ ել չեք ուզում մենակ լինել։ Ու այս ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ, գիտեք, շատ լավ է, որ դուք այդքան ակտիվ եք, ես ասացի ձեր տրամադրությունից դուր է գալիս, բայց մի քիչ ես տեսնում եմ շատ զգուշացեք, շատ չափը չանցնեք, հարգելիներս, որովհետև բավականին բարդ կարտեր եմ տեսնում։ Բավականին բարդ կարտեր եմ տեսնում, հարգելսեք ինչեր եմ տեսնում։ Այ հանկարծ որոշ բոլորի չի կարող վերաբերել, ուղղակի պարզապես որոշ ջրհոսների համար թրի տզով կարող է հանկարծ պարզվել, հանկարծ իրենց համար պարզ է, ինչպես պետք է ես դասավորեմ իմ անձնական կյանքը, ել չեմ ուզում սпасել, ել չեմ ուզում մենակ լինել,
տեսեք հեսա ես ինչ եմ անելու եւ կարող է եւ անեք պարզապես շատ գաթակղությունների կարող եք տրվել, կարող եք չափ անցնեք, այսա կրկնապատկող կարգն է, որ ամեն ինչ է, գիտեք, եւ կրկոտ կարգ է, բայց կարող է լինել լավ եւ դրական եւ բացասական, բայց ես վերջում տեսնում եմ եւ դրական եւ բացասական, բայց ես տեսնում եմ ճգնաժամի կարտը, այսինքն իրականում դուք տուժելու եք, եթե շատ կրկոտ մոտեցաք, ես չգիտեմ, ուղղակի այսպես գլխապատար ինչ որ մեկի հետ հարաբերությունների մեջ եք մտնում առանց մարդուն ճանաչելու, վստահելու, որտեղ դուք չեք ուզում մենակ լինել, բայց իրականում դուք ուզում եք զույգ գտնել, իսկ այս մարդը մի անգամվա համար է, երբ ինքը զույգ չի կարող ձեզ լինել։ Եթե էլ եմ ասում, վերջում շատ լավ կարտ լիներ, ես կարող եի ասել, որ շատ կրկոտ, մեծ, այսպես մի անգամից բուրըն զգացմունքներով սեր կառաջանա, իսկ ես տեսնում եմ հիասթափություն։ Մի փոքր աշխատեք զգուշ լինել գլխապատար հարաբերությունների մեջ չմտնել, հատկապես վերաբերում է իհարկե աղջիկներին։ Տղամարդիկ շատ բան չունեն կորցնելու, իսկ աղջիկներն ունեն, որովհետև ես տեսնում եմ, որ թեև կլինեն մարդիկ, ովքեր ձեզ կօգնեն ձեզ ճգնաժամից դուրս գալ, այդ խնդրից, եթե դուք խնդրի մեջ կառաջանաք, դուք նորից էլի մնալու եք մենակ, ճգնավորի պես ընկնելու եք նորից էլի ճանապարհ, նորից նոր ուղի գտնելու, շատ դժվար կլինի ձեզ համար այդ վիճակից դուրս գալ, հարգելիներս, որտեղ բավականին բարդ վիճակում կարող եք հայտնվել, լուրջ սխալ կարող եք թույլ տալ, աշխատեք մի քիչ, ոնց որ ասում են, զգուշ լինել, հա, այդպես մարդկանց չվստահել, բայց կլինի, էլ եմ ասում, ինչ-որ մեկ ամեն դեպքում կլինի, որ ձեզ կօգնի այդ ճգնաժամից դուրս գալ։ Ես տեսնում եմ այստեղ դատաստանի կարտը, այսինքն ամեն դեպքում տեսնում եմ, եթե սխալը ձեր հանդեպ լինի եւ դուք զգուշ լինեք, իրականում ձեզ վերին ուժերը կկարողանան պաշտպանել, որովհետև ես տեսնում եմ, որ դուք կարող եք խուսափել, հարգելիներս, մի քիչ ավելի զգուշ եղեք, եթե ձեր հանդեպ լինի ինչ-որ մեկը շատ ագրեսիվ, շատ այսպես ձեզ սիրում է, խենթանում է, առաջարկություն է անում առաջին 15 րոպեից, որ դուք իրար հետ խոսում եք, շատ զգուշ եղեք, մարդ իրականում շատ վատ մտքեր ունի եւ այսինքն վատ նպատակներ ունի, ձեզ ուզում է օգտագործել եւ անցնել առաջ, այսինքն լուրջ հարաբերություններ մարդը չի ուզում, պարզապես գիտեք ինչ է ուզում։ Եվ ես էլ եմ ասում, վերին ուժերը ձեր կողմից են, այսինքն կարողանան պաշտպանել, եթե դուք զգուշ լինեք, հա, եւ դուք կարողանաք իրականում խուսափել։ Բոլորը չէ որ կհայտնվեն վատ վիճակում, նրանք ովքեր խելացի լինեն, զգուշ լինեն, նրանք չեն հայտնվի, կկարողանաք հեռանալ եւ խուսափել խնդիրներից, որովհետեւ ես տեսնում եմ, որ դուք դա չեք ուզում իրականում։ Դուք երազանքներ ու ցանկություններ ունեք, դուք ուզում եք նորմալ մարդկային գեղեցիկ հարաբերություններ, բայց սպասեք, համբերատար եղեք, տեսնում եք կարտը, իրականում համբերատար եղեք։ Կամաց, բաժը փոքրն է, կամաց պետք է կարողանաք շարժվել առաջ, այո, այսպես շատ արագ որ շարժում եք, կարող եք իրականում հիասթափություն ապրել, ձեզ կարող են իրականում դավաճանել, թիկունքից խփել, հիասթափել կարող են, էլ եմ ասում, մի քիչ զգուշ եղեք, հարգելիներս, նորից եմ ասում, շատ շտապել է, տեսեք, մարդիկան շատ դանդաղ չեն շարժում, ասում են մի քիչ պետք է ակտիվ լինեք, նստում եք թախտին, ոչինչ չի լինելու, ձեզ հակառակը, կարտերը զգուշացնում են, դուք կարող եք չափից ավել արագ փորձեք կապվել ինչ-որ մեկին, այսպես գայթակղվել, բայց իրականում կարող են ձեզ թիկունքից խփել, այսինքն շատ կարող եք լուրջ հիասթափություն ապրել, մի քիչ զգուշ եղեք։ Իրականում տեսնում եմ ճակատագրի անիվով ձեր ժամանակն էլ կգա, հարգելիներս, կփոխվի, ոչինչ այսպես չի մնալու, միայնակ եք, անպայման փոխվելու է, պարզապես մի շտապեք, օգոստոսի ընթացքում ես տեսնում եմ բավականին այդպես բացասական էներգիա ձեր 4 կողմը, որտեղ դուք շատ եք ուզում ինչ-որ բան փոխվի եւ կարող է դա կուրացնի ձեր ցանկությունը, այսինքն առաջին պատահածը ձեզ, չգիտեմ, գա հեքիաթներ պատմի եւ դուք ուզենալ, իսկապես ուզում եք մեկի հետ լինել եւ ուզում եք հավատալ եւ իրականում կարող է դա լինել շատ գայթակղիչ։ Ես տեսնում եմ ձեզ հաջողություն կլինի, եթե օգոստոսին չլինի, դրանից հետո կլինի։ Պարզապես դուք պետք է խուսափեք որոշ բարդություններից անձնականում, շատ մի շտապեք, արագ մի շարժվեք առաջ, առաջին պատահածի հետ փորձեք լուրջ չկապվել, որովհետև կարող է լինել շատ հետաքրքիր գայթակղիչ, բայց վերջում ձեզ համար լավ ավարտ չունենալ, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ կողմնացույցը եւ տեսնում եմ երջանկության կարտը իրականում։ Կողմնացույցը նշանակում է մի քիչ ավելի մանրակրկիտ պետք է ուշադիր լինեք իրար նկատմամբ, միգուցե ձեր զույգի նկատմամբ, իսկ կողմից տեսնում եմ երջանկության կարտը, տեսնենք։ Դժվարանամ երկու կարտով ասել, շատ հակասական բաներ եմ տեսնում, հարգելիներս, միգուցե զգուշ եղեք ձեր 4 կողմը, մի կիսվեք ձեր անձնական հարցերով, մի պատմեք ձեր զույգի հետ ինչ հարաբերություններում եք, ձեր երջանկության մասին մի խոսեք շատերի մոտ, որովհետև մարդիկ նաև նախանձում են, կարող են փչացնել ձեր հարաբերությունները, որովհետև տեսնում եմ, որ գեղեցիկ հարաբերությունների մեջ եք իրականում ձեր զույգի հետ։ Եվ կան մարդիկ, որոնք կարծես թե հետևում են ձեզ։
Չէ, գեղեցիկ կարտ եմ տեսնում ստերում, սա էլ եմ ուզում անել։ Չէ, հարգելի ջրհոսներ, ես ձեր անձնական կյանքում ճիշտն ասած առանձնապես խնդիրներ չեմ տեսնում։ Երևի միակ բանը, որ կարող եմ ասել, որ եթե շատ եք մտածում, շատ այսպես երկար, բարակ, գիտեք, անհանգիստ եք մի տեսակ, կարող եմ ասել, այստեղ տեսնում եմ ջրհոսներ, որոնք վախենում են ամուսնությունից, վախենում են նույն մարդու հետ փակվելով, կապվել ամբողջ կյանքում, այսպես հա շղթայակապվել, վախենում են լուրջ հարաբերություններից, վախենում են ամուսնանալուց, հատկապես տղամարդիկ եմ տեսնում, վախենում են իրականում, գիտեք, ես տեսնում եմ, որ այսպես շատ լավ դրական հարաբերությունների մեջ են զույգերը, բավականին երկար ժամանակ, եւ շատ գեղեցիկ հարաբերություններ եմ տեսնում, բայց ամեն դեպքում շատ զգուշավոր է տղամարդը, հատկապես տղամարդը շատ զգուշավոր է, այսպես փորձում է պրակտիկ մտածել, իրեն շատ լավ է զգում, չի ուզում լուրջ հարաբերություններ կառուցել, որտեղ աշտարակը քանդվում է, տեսնում է, որ ինքը վախենում է, որ ամուսնություն իրեն կարող է փակել 4 պատի մեջ, որովհետև գիտեմ ջրհոսները շատ են սիրում իրենց ազատություն, ինքը վախենում է իր ազատությունը կորցնել, եւ չնայած լավ զույգ ունի եւ խնդիր չկա, վաղուց իրար հետ են, ես խնդիրներ իսկապես չեմ տեսնում, պարզապես ինքը վախենում է, որ եթե ամուսնանան, դա կարող է իր ազատությունը կաղապարել եւ ինքը վախենում է դրանից, այդպես կարող եմ ասել, վախենում է կին, հետո լինեն երեխաներ, արդյոք ինքը կարող է այսպես համբերատար լինել, իր ներքին ձայնը մի տեսակ, տեսնում եմ, քրմուհին է, ասինքն մի տեսակ ներքին վախեր ունի, ես կարող եմ այդպես ասել, ընտանիք, երեխաներ, համ ուզում է, բայց վախենում է, որ ազատությունը կկորցնի, վախենում է, որ ինքը չկարողանա այս ամենի տակից դուրս գա, սա ներքից զգացողություններն են ճիշտն ասած։ Բայց հարգելի ջրհոսներ, ես շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Նախ տեսնում եմ դուք շատ համապատասխան զույգ եք։ Նաև ես տեսնում եմ աշխարհի կարտը, որ իրականում շատ գեղեցիկ կարտ է։ Գիտեք, հասկանում եմ, ազատություն կա, ձեր ազատությունն եք ուզում, բայց դուք իրականում շատ լավ զույգ եք եւ կարտերն էլ հուշում են, դուք շատ գեղեցիկ ընտանիք կլինեք։ Կուզենաք միգուցե ձեր ազատությունը չկորցնել, հետո կարող եք ձեր զույգին կորցնել։ Մտածեք ինչ եք անում, ես կարող եմ ասել, որ ձեր ոչ մի խնդիր չունեք զույգի հետ, ձեր միակ վախը ձեր ազատություն կորցնել, ձեր ներքին վախերն են։ Կկարողանամ մեկի հետ ապրել, կկարողանամ ընտանիք երեխա պահել, նորմալ է, լավ է ձեզ համար, լավ չէ, ես այդպեսի վախեր եմ տեսնում, ձեր ներքին վախերն են, բայց ես իրականում տեսնում շատ գեղեցիկ զույգ, տեսնում եմ լավ էլ ընտանիք եք կազմում, ես իրականում տեսնում եմ, որ ամեն ինչ շատ լավ է զույգի հետ, դուք սխալվում եք, որ վախեր ունեք, բայց դե ձեր որոշումն է։ Ամեն դեպքում տեսնում եմ, որ տղամարդը ինչ որ վախեր ունի։ Եթե աղջիկը ինչ որ վախեր ունի, դե ուրեմն աղջիկը վախեր ունի։ Իրականում ես տեսնում եմ, որ ձեր մեջ ամեն ինչ լավ է լինելու։ Ձեր վախերից բացի բացասական ոչինչ չեմ տեսնում։ Ես հակառակը կարծում եմ, որ եթե գտել եք լավ զույգ, բավականին երկար ժամանակ միասին եք, այդ նույն ձեր ազատությունները երկուսով էլ կարող եք ազատ լինել, հարգելիներս, գնացեք աշխարհ, ճամփորդեք, եղեք միասին, երջանիկ եղեք։ Ազատությունը ամուսնանալ չամուսնանալու մեջ չէ։ Ազատությունը մարդու մեջ ներքին զգացողություն է, հասկանում եք։ Դուք կարող եք լինել մենակ, էլի չլինեք ազատ, եւ որ դուք մտածում եք, բա հարևանը ինչ կասի, բա այն մեկը ինչ կասի, բա ով ինչ մտածեց, արդեն դուք ազատ չեք, նույնիսկ եթե չեք ամուսնանում։ Ազատությունը ներքին զգացողություն է, ոչ թե ամուսնացած կամ չամուսնացած։ Ձեր կարգավիճակը իրականում դրա հետ ոչ մի կապ չունի։ Ինչ եմ տեսնում աշխատանքի հարցում, աշխատանքում տեսնում եմ օձ եւ տեսնում եմ նոստալգիայի կարտը։ Օձը կարող է նշանակել, գիտեք, ինչ որ պրոբլեմ կա աշխատանքի հետ կապված եւ վաղուց էլ կա, սա նորություն չէ։ Նորություն չի, նույն խնդիրները անընդհատ երևի չի փոխվում ոչինչ պարզապես։ Ինչ որ խնդիր եմ տեսնում, օձը ամեն դեպքում կարող է մեկը լինել, ինչ որ մեկը կա շատ վաղուց, արդեն շատ վաղուց ձեզ աշխատանքի վայրում նեղացնում է միգուցե, չգիտեմ, ինչ որ խնդիր ամեն դեպքում կա։ Օձը որպես կանոն լինում է կին, ինչ որ կին կամ միգուցե ձեզ չի սիրում կամ ձեզ լավ չի վերաբերվում աշխատանքի վայրում եւ բավականին երկար ժամանակ է։ Շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ջրհոսներ։ Եթե աշխատանքում կա ինչ-որ մեկը, որ ձեզ նեղացնում է, ուրեմն կա ինչ-որ մեկը, վաղուց է ձեզ նեղացնում։ Մյուս կողմից կարող է այնպես լինել, որ դուք եք ձեր աշխատանքից շատ այսպես, դուք եք աշխատանքից եք պարզապես դժգոհ։ Ձեր աշխատանքը ձեզ ինչ-որ ձևով չի բավարարում։ Ես չգիտեմ, ինչի հետ է կապված, տեսնում եմ, կարող ուսուցիչ եք, կարող է
մանկապարտեզում եք աշխատում, երեխաներ եմ տեսնում, չեմ կարող ասել կդժվարանամ ճիշտ ասած, բայց տեսնում եմ, որ ամեն դեպքում ձեր աշխատանքը ինչ որ ձևով ձեզ չի գոհացնում։ Տեսնում դուք ուզում եք պահպանել ձեր աշխատանքը, որտեղ ֆինանսական խնդիրներ ունեք, այսինքն ձեր աշխատանքը դուք չեք սիրում, պարզապես աշխատում եք ֆինանսների համար եւ դա ձեզ այնքան էլ չի բավարարում։ Չնայած աշխատանքը դանդաղ տեղից շարժվում է, բայց շատ դանդաղ, ֆինանսները առանձնապես չեն գալիս, բայց դուք ձեր ունեցածներ չեք ուզում կորցնել։ Կարող եմ ասել, որ միայն ֆինանսների համար եք աշխատում։ Իրականում ձեզ ավելի շատ գումարներ են պետք։ Դուք ուզում եք ավելի շատ գումար աշխատել, բայց մի տեսակ տարբերակ չեք տեսնում։ Ինձ թվում է, որ ինչ-որ որոշումներ կայացնում եք, ինչ-որ ուղղություն փնտրում եք, միգուցե մի աշխատանքից դուրս եք գալիս, մեկ ուրիշ աշխատանք եք գնում, նորից էլի տեսնում եմ հիասթափված եք։ Տեսնում եմ այստեղ արդարադատության կարտը, տեսնում եմ էլի երկուսը ջահերի, էլի ջահեր եմ տեսնում եւ տեսնում եմ վերջում պենտակլի 6-ը։ Ես չեմ կարող ասել դուք իրավաբան եք, կարող է իրավաբան չեք, օրենքի հետ ինչ գործ ունեք, ինչ եք անում, բայց ամեն դեպքում տեսնում եմ, որ դուք երևի կան որոշ ջրոցներ, որոնք հաճախակի էլ աշխատանք են փոխում։ Անդադ ինչ որ որոշում են կայացնում եւ շատ էլ արագ են որոշում կայացնում։ Ես տեսնում եմ, որ իրականում դուք ինչքան ջանք դնում եք, այնքան էլ վաստակում եք։ Եթե ֆինանսի համար եք աշխատում, բայց առանձնապես շատ ջանք չեք գործադրում, ֆինանսներն էլ քիչ են, դրա համար էլ քիչ են հարգելիներս։ Մյուս կողմից աշխատանքում ինչ որ մի բան ճիշտ չի ձեզ համար, ինչ որ մի բան չի աշխատում։ Դուք փորձում եք ամեն ձևով ձեր գործը աշխատանքը պահել, դա ձեզ առանձնապես չի բավարարում։ Համ ուզում եք հեռանալ, համ վախենում եք, երևի սա ուզում եք, չեք ոչ թե գնում եք հաճախակի փոխում եք, այլ համ ուզում եք հեռանալ, որտեղ ավելի շատ ձեզ գումար է պետք, չի բավարարում ձեր աշխատանքը, բայց համ էլ վախեր ունեք ձեր հին փորձերից, բա որ հանկարծ աշխատանք չգտնեմ, երկար ժամանակ մնամ առանց աշխատանքի, նորից էլի ընտրության առաջ կանգնած եք, բայց տեսնում եմ, որ իրականում մի քիչ կարտերը հուշում են, երևի պետք է ավելի ակտիվ լինել, եթե ինչ-որ խնդիր կա ձեր աշխատանքի վայրում, իրականում կլինի տարբերակ ավելի շատ գումար աշխատելու։ Բայց եթե դուրս չգաք, չթողնեք հինը գնա, նորը չի գալու։ Միգուցե աշխատելու ընթացքում փորձեք նոր աշխատանք փնտրել, գտնել նոր հեռանալ, բայց ես տեսնում եմ, որ ակարտերը հուշում են արագություն, ինչ-որ բան պետք է անեք, պետք է ավելի ակտիվ փնտրեք։ Պարզապես մտածում եք, որոշում եք, բայց քայլ չեք անում։ Ինչքան ներդրում եք աշխատանք, այնքան էլ արդյունք ստացվում է։ Այսինքն, եթե 1-2 հարցնում եք, 1-2 մերժում են, դուք էլ ոչինչ չեք անում, բայց իրականում կարտերն ասում են ավելի ակտիվ պետք է լինեք։ Եթե ուզում եք ինչ-որ բան փոխվի ձեր աշխատանքի վայրում, պետք է ակտիվ լինեք։ Եթե ուզում եք ձեր գործը փոխել, խոսեք կադրերի բաժնում, ես չգիտեմ, բաժնի պետի հետ, այս գործը չեմ ուզում անել։ Եթե ինչ-որ մեկը կա, մեկի հետ խնդիր ունեք, ես կոնֆլիկտային ճիշտ ասած ոչինչ չեմ տեսնում, բայց տեսնում եմ պրոբլեմ կա, օծը մարդ է, թե օծը աշխատանքի բնույթներ, կդժվարանամ ասել, բայց խոսեք ինչ-որ մեկի հետ, որտեղ դուք մտածում եք, ուզում եք, սրանք ձեր մտքեր են, բայց տեսնում եմ, որ դուք որոշում կայացնում եք, բայց հետո վախենում եք ինքներդ ձեր որոշումից եւ չեք ուզում, չեք կարողանում վերջը ընտրություն կատարել։ Կարտերը հուշում են պետք է ավելի ակտիվ լինել աշխատանք փնտրելու եւ աշխատանքը փոխելու գործում։ Եթե ակտիվ չեք, ոչինչ չի լինի, եթե ակտիվ լինեք, արդյունք կլինի։ Այսա նշանակում է ինչքան որ ներդրեցիք, հա, էներգիա, ժամանակ եւ ջանք, այնքան էլ ձեր արդյունք իրականում արդյունք կարող եք սպասել։ Եթե ուզում եք ինչ-որ բան փոխեք, կարտերը հուշում են պետք է փոխեք, ինքներդ պետք է փոխեք։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում, տեսնում եմ բաժակների թագավորը եւ տեսնում եմ այստեղ նամակի կարտը։ Կարող եմ ասել, որ դուք բավարարված չեք, գոհ չեք ձեր ֆինանսներից։ Ամեն դեպքում մի քիչ ձեր ֆինանսները ձեզ անհանգստացնում են։ Թագավորը դե ամեն դեպքում ունևոր մարդասիկը մարդ, որ աշխատում է կամ ֆինանսներ ունի, ես ֆինանսական այսպես ճգնաժամ չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ ֆինանսները ամեն դեպքում ձեզ այնքան էլ չեն գոհացնում, մի տեսակ էմոցիոնալ եք։ Միգուցե նոր ծախսեր կան, միգուցե ձեզ են պետք լրացուցիչ ծախսեր, ինչ որ մեկից երևի ինչ որ ֆինանսների հետ կապված լուրի եք սպասում։ Տեսնում եմ, որ լուրը ուշանում է, չեմ կարող ասել, որ չի գալիս, բայց դեռ երևի չի եկել, ուշանում է մի քիչ։ Ոյ։ Տեսնենք, ինչ է սպասում ֆինանսներում ջրհոսներին։ Այսքան կարտեր չեմ ուզում հանել, սպասեք, տեսնեմ հարկինես։ Հետաքրքիր վերջում լավ կարտ եմ տեսնում, ստվերում կխոսեմ այդ մասին հարգելիներս, եկեք հերթով անդրադառնամ։ Ինչ որ էմոցիոնալ եք ձեր ֆինանսների հետ կապված հարգելիներս։
որոշում եք կայացնում կամ պետք է որոշում կայացնեք, վերջապես պետք է որոշում կայացնեք, այ թե ձեր աշխատանքից էր կապված ձեր աշխատավարձ, իսկ եթե աշխատանքի հետ չէր կապված, ֆինանսները կարող են այլ տեղից էլ նաև գալ, ես տեսնում եմ ամեն դեպքում, որ ինչ որ որոշում պետք է կայացնել։ Տեսնում եմ գումարներ գալիս են, բայց շատ դանդաղ են գալիս ամեն դեպքում, բայց բավարարում են ձեզ, տեսնում եմ դուք ուրախ զվարթ, այսինքն այնպես չի, որ դուք այսպես գումար չունեք, չեք կարող ոչինչ անել, չէ, եթե ուզում եք հանգստանալ ու գնալ, դուք կարող եք, շատ հեռու կարող եք չգնալ, շատ մեծ ծախսեր կարող եք չանել, բայց անդեպ դեպքում տեսնում դուք ձեր կյանքից դժգոհ չեք, պարզապես ֆինանսները մի քիչ են, դանդաղ են գալիս եւ ամեն դեպքում ձեզ մի քիչ ձեր ֆինանսները մի փոքր անհանգստացնում են, ինձ թվում է դուք ավելին եք ուզում։ Բայց օգոստոսին ձեզ համար հանկարծ կպարզվի, թե ինչպես կարող եք ձեր ֆինանսական հարցերը լուծել, այսինքն ավելացնել ձեր ֆինանսները։ Տեսնում եմ նաև կա ինչ-որ մեկը, որ ձեզ օգնում է, խորհուրդներ է տալիս, բայց այդ խորհուրդները երևի ձեզ առաջ չեն տանում, որտեղ հակառակը ճգնաժամ եմ տեսնում։ Տեսնում եմ մի քիչ կասկածելի մարդ է, այսինքն ով է ձեզ խորհուրդ տալիս, չգիտեմ, ինչ-որ մի նոր բան սկսել միասին, ինչ անել, չգիտեմ, չեմ կարող ասել, բայց եթե ինչ-որ մեկը կա այսպես շատ իրեն փորձված մեկի տեղն դրա ազգական բարեկամ, չգիտեմ, հայր, մայր, քույր, եղբայր, ով է լինի, մի քիչ զգուշ եղեք, ես չեմ կարծում այդ մարդը ամեն ինչ ձեզ կարող է ճիշտ է ասում, կարող է շատ ազնիվ լինել, պարզապես մարդը երևի գլուխ է գովում, իմիջիայլոց այդպիսի մարդ եմ տեսնում։ Ինքը դե կյանքում կարող է ֆինանսական հաջողություններ ունեցել է, չէ, մարդկա բախտը բերել է, բայց վերագրում է իրեն, որ ինքն է արել, այս է արել, այն է արել, ձեզ էլ ուզում է խորհուրդ տալ, իսկ ես տեսնում եմ ճգնաժամ եւ տեսնում եմ լուսին։ Ձեզ համար կպարզվի, որ մարդը պարզապես գլուխ էր գովում եւ իրականում ինքը ձեզ ոչ իմանով չի կարող օգնել։ Եվ դուք ինչ որ նորովի կփորձեք ինքներդ գտնել ուղիները, ինչպես կարող եք ավելացնել ձեր ֆինանսները։ Եվ սա էլ տեսնում եմ բաժակը, շատ գեղեցիկ է բաժակի տուզը եւ ստվերում տեսնում եմ իրականում 10-ը։ Ես ֆինանսական խնդիրներ չեմ տեսնում, դուք ուղղակի ավելին եք ուզում, քան ունեք։ Ես տեսնում եմ ոչ մեկի մի վստահեք, ինքներդ միայն փորձեք տարբերակներ գտնել, երկրորդ աշխատանք կամ այլ ուղիներ ինչպես ավելացնել։ Ես հաջողություն եմ տեսնում հարգելիս, կկարողանաք։ Եթե օգոստոսին չգան ֆինանսները ավելի չշատանան, գոնե կարող եմ ասել, դուք օգոստոսին կգտնեք տարբերակները ինչպես ավելացնել, որպեսզի դուք շատ գոհ լինեք ձեր ֆինանսներից։ Իրականում ունեք տարբերակներ եւ կգտնեք հարգելիներս։ Սխալ մարդկանց մի լսեք, ինքներդ կկարողանաք գտնել տարբերակներ։ Ինչ եմ տեսնում խորհուրդ որպես խորհուրդ բոլոր ջրհոսներին։ Որոշ ջրհոսներ կան, որ այսպիսի տարօրինակ վիճակում են, մի տեսակ անելանելի անքուն գիշերներ են անցկացնում, անելանելի վիճակում են զգում իրենց։ Գիտեք, հարգելիներս, ամեն ինչ ժամանակավոր է, եւ լավն է ժամանակավոր դժբախտաբար եւ վատը։ Եթե ինչ որ խնդիր ունեք, այսպիսի ինչ պատճառներով, ինչ հարցերով, անձնական հարցերում եք միայնակ եք, զույգ եք, ընտանիք եք, չեմ կարող ասել, կամ ֆինանսական, կամ աշխատանքի հետ կապված, ես առայժմ աշխատանքի հետ տեսա մի փոքր խնդիր իրականում։ Հարգելիներս, միգուցե եթե չեք կարողանում, այսպիսի վիճակում եք, միգուցե կիսվեք ինչ-որ մեկի հետ, միգուցե դիմեք ինչ-որ մեկի օգնությանը։ Հիմա բավականին տարբեր մարդիկ կան, տարբերակներ կան, որտեղ կարելի է օգնություն գտնել։ Կարող է ինչ-որ հոգեհարազատ մեկը լինի, որ խոսեք, զրուցեք, կարող է դիմեք հոգեբանի, կարող եք դիմել, չգիտեմ, ֆինանսիստի, եթե ֆինանսական հարցերն են, չնայած ֆինանսական հաջողություն իրականում վերջում տեսնում էի։ Աշխատանքի հետ կապված ինչ-որ մեկի հետ ասում էի, փոխանակ անքուն գիշերներ անցկացնելը, օծից վախենալը կամ աշխատանք կորցնելուց վախենալը, զրուցեք ինչ-որ մեկի հետ։ Միգուցե ինչ-որ մեկի հետ խոսեք, զրուցեք, կարողանաք փոխել ձեր աշխատանքի պայմանները փոխել, շատ եք աշխատում, քիչ եք վարձատրվում, փորձեք խոսել, զրուցել։ Այսպիսի վիճակում մարդը երկար ապրել չի կարող, մնալ չի կարող։ Ամեն դեպքում կան մարդիկ ջրոցներ, որոնց ինչ-որ բան խանգարում է, ինչ-որ խնդիր ունեն։ Մարդը լուր այսպես տարապում է անքուն գիշերներ է անցկացնում։ Կարտերի խորհուրդն է, դուք մենակ չեք այս աշխարհում, կան մարդիկ, որոնք կարող են ձեզ օգնել։ Եթե այսպիսի վիճակում եք, տարապելու փոխարեն դիմեք ինչ-որ մեկին, հարգելիներս։ Եթե առողջական խնդիր ունեք, դիմեք բժշկի։ Եթե էմոցիոնալ է, դիմեք ինչ-որ մեկին, որին վստահում եք, մեծի, որը կյանքի փորձ ունի, որը հոգատար է ձեր նկատմամբ եւ ձեզ, այսպես ասեմ, չի նեղացնի։ Եթե աշխատանքի հետ է, աշխատանքի վայրում դիմեք ինչ-որ մեկին, ֆինանսների հետ է դիմեք մասնագետի, ընտանիքում հարաբերությունների խնդիրների միջև ամուսնալուծվելը կամ հարաբերությունները վերջացնելը փորձեք դիմել հոգեբանի։ Տարբեր հիմա աղբյուրներ կան, որտեղից մարդիկ կարող են օգնություն ստանալ։ Դիմեք ինչ-որ մեկին, դիմեք, որպեսզի կարողանաք անելանելի վիճակից դուրս գալ, հարգելի ջրհոսներ։ Գիտեք, կարող է տառապանք ու ցավ չլինել, այսպես խոր դեպրեսիա չլինել, պարզապես կա ինչ-որ մի բան, որ ձեզ տանջում է։ Ասում եմ, մտատանջ է, չէ՞, այսինքն ինչ-որ միտք կա ձեր գլխում, որ ինչ-որ մի բան ձեզ անհանգստացնում է, դուք տարբերակ չեք գտնում եւ անընդհատ մտածում եք այդ նույն հարցի շուրջ։ Անընդհատ մտածում եք ինչպես, եթե չեք կարողանում, դիմեք մեկին, որը կկարողանա ձեզ օգնել։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ձկներին հաջորդ ամիս, օգոստոս ամսվա ընթացքում։
ինչպեսին կլինի օգոստոսը մեր հարգելի ձկների համար։ Ոյ, Միայնակ ձկների անձնական հարցերը, զույգերի անձնական հարցերը, աշխատանք, ֆինանսներ եւ եւս մեկ կարտ որպես խորհուրդ բոլոր ձկների համար։ Եկանք հասանք օգոստոս հարգելիներս, բավականին թեժ ամիս է լինելու, շատ բարդ կարտեր էի տեսնում շատ նշանների համար։ Տեսնենք ինչպեսին կլինի օգոստոսը ձկների համար։ Միայնակների, զույգերի, աշխատանքի եւ ֆինանսների համար։ Հարգելի միայնակ ձկներ, ինչ տխուր կարտեր եմ տեսնում ճիշտն ասած, անելանելի վիճակում եք եւ այսպես տեսնում եմ ճակատագրի բերումով։ Գիտեք, կարող եմ ասել նրանք, ովքեր մի տեսակ այսպես տխուր վիճակում են, անքուն գիշերներ են անցկացնում, ինչո մեկը նեղացրել է ձեզ, մենակ եք մնացել, ինչո մեկից հեռացել եք կամ ինչո մեկը ձեզից է հեռացել։ Ճակատագրի բերումով է եղել հարգելիներս։ Ես տեսնում եմ, որ դուք տառապում եք, բայց իրականում երևի մյուս անձն իրականում մեղք չունի, կամ եթե մենակ եք, որոշ ժամանակ մենակ եք մնացել, ինչ որ ձևով ճանապարհը փակվել է ձեզ համար։ Ինչու է փակվել, ով է փակել, ես կդժվարանամ ասել, բայց ձեզնից ամեն դեպքում ոչինչ տեսնում եմ, որ կախված չէ։ Հարգելի ձկներ, իրականում ես այստեղ տեսնում եմ աշտարակ է քանդվել, ինչը նշանակում է ամեն դեպքում աղջիկը միայնակ լինելուց չի, որ տառապում է, իրականում կորուստ է եղել, աշտարակը քանդվել է, այսինքն եղել են հարաբերություններ եւ վերջացել են։ Միգուցե ամուսնալուծվել եք, միգուցե պարզապես սիրել եք իրար, այժմ ինչ-որ բան չի ստացվել։ Ես կարող եմ ասել, որ իրականում ճակատագրով է այդպես եղել, դուք երևի իրար համար նախատեսված չեք եղել։ Իսկ եթե նախատեսված եք, ուրեմն ինչ-որ ժամանակ մարդը նորից կարող է վերադառնալ ձեր կյանք։ Եթե մարդը չի վերադառնում, ուրեմն այդպես էլ պետք է լիներ, հարգելիներս։ Ես հասկանում եմ հիմա դժվար է, ծանր է, ինձ համար հեշտ է ասել, դες համար դժվար է ապրել, անցնել դրա միջով։ Ես տեսնում եմ աշտարակը քանդվել է, բավականին դժվար է ձեզ համար, բայց ես տեսնում եմ, որ իրականում ճակատագրով է։ Ճակատագիրը ոչ մեկ չի կարող փոխել, ավաղ։ Տեսնում եմ այստեղ էմոցիոնալ կին։ Շատ էմոցիոնալ, շատ տխուր, որտեղ կինը զգացմունքներ է ունեցել։ Գիտեք, ես հետաքրքիր կարտեր եմ տեսնում, գիտեք, կարող է ինչ-որ մեկը խանգարել է ձեր հարաբերությունները, ինչ-որ մեկի պատճառով է եղել։ Ձեզ պետք է լինել ուժեղ, պետք է կարողանաք ինքներդ ձեզ բալանսի պահել, այսինքն ինքներդ ձեր մասին պետք է հոգ տանեք, գտնեք ձեր մեջ ուժ վերականգնվելու, անպայման վերականգնվելու։ Այս է բալանս, այսինքն դուք կորցրել եք ձեր բալանսը։ Ձեզ թվում է, թե դուք երկուսով եք, երկուսով մեկն եք, բայց իրականում մեկը գնաց, դուք մնացել եք կիսատ։ Այս կարտերը հուշում են, որ կարտերը հուշում են, դուք պետք է ձեզ վերագտնեք, ուժ գտնեք ձեր մեջ, նորից դառնաք լիարժեք։ Ինքներդ միայնակ դառնաք լիարժեք։ Իսկ ով որ պիտի կտրվեր եւ հեռանար ձեր կյանքից, ուրեմն ինքը ձեզ համար չէր։ Ձեզ ինքը ճիշտ զույգ չէր ըստ երևույթին։ Միգուցե տղամարդու պատճառով է եղել, որովհետեւ սիրող մարդը ցավ չի պատճառում, չի հեռանում։ Սիրող մարդը իրականում լրացնում է, իսկ ես տեսնում եմ, որ ինքը ճիշտ մարդ չի եղել։ Թագավորը թրերի կարող է լինել անզգա, այսպես ոչ էմոցիաներով լի, առանձնապես չի սիրել, նպատակ ունեցել է, նպատակին կարող է եւ հասել է, իսկ դուք էմոցիաներ ունեք, ես տեսնում եմ, բոլորովին այս թագուհին, այս թագավորին չի սազում։ Դուք պետք է վերագտնեք ձեզ ինքներդ, հարգելիներս, ձեզ ինքներդ այսպես վերագտնեք, ապաքինվեք, ազդուրվեք, դուրս գաք այս վիճակից, որովհետև ես տեսնում եմ, որ ժամանակի ընթացքում ճակատագրի անիվը կփոխվի հարգելիներս, անպայման կփոխվի, դուք այս վիճակից դուրս կգաք։ Ճակատագրի անիվը միշտ շարունակ հակառակ ուղղությամբ է շարժվում, այսինքն եթե ձեզ համար վատ էր, իսկ ես տեսնում եմ, որ վատ էր, լավ է լինելու։ Իրականում անպայման ամեն ինչ կփոխվի, բայց ժամանակի հետ։ Ձեզ պետք է վերականգնվել, իսկ ով որ ձեզնից հեռացել է, ձեզ ցավ է պատճառել, ինքը ձեզ համար նախատեսված չէր, ինքը ճիշտ մարդ չէր։ Իսկ ես ծերում տեսնում եմ, որ ձեզ համար ճիշտ մարդ դեռ կգա։ Անպայման կլինի ձեր կյանքում։ Այսօրվա դրությամբ չեմ տեսնում, օգոստոսին էլ երևի չի լինի, բայց նախ պետք է դուք ինքներդ ձեզ վերագտնեք, ուժ հավաքեք եւ ապաքինվեք, որպեսզի այսպիսի վիճակում, հա, դուք երկար չեք կարող մնալ։
Սա առողջականի վրա էլ կարող է ազդել։ Տնից դուրս գալ անկողնում պետք չի պարկել եւ տառապել, իրականում ճակատագիրը ձեզ շուտով չեմ կարող ասել երբ, հարգելիներս, կփոխվի, անպայման կփոխվի, դուք դուրս կգաք այդ վիճակից։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, շատ հետաքրքիր։ 4-ը տեսնում եմ բաժակների, ինչ-որ բան են ձեզ առաջարկում, բայց դուք անդադ մերժում եք, որտեղ դա այն չէ, ինչ որ դուք ուզում եք։ Իսկ արևը հակառակն է ասում։ Տեսնենք, ինչի մասին է խոսքը։ Ինչ առաջարկության մասին է խոսքը։ Միգուցե զույգերին է ինչ-որ մեկ ինչ-որ բան առաջարկում, տեսնենք։ Ինչ-որ տարբերակներ են մտածում զույգերը, ինչի մասին է խոսքը, կտեսնենք։ Կարծես անդադ ինչ-որ համաձայնության չէ գալ, ինչ-որ մի հարցի շուրջ զույգը անդադ, այսպես, կարծես համաձայնության չեն կարողանում գալ։ Տեսնենք։ Ինչու համաձայնության չեն գալիս զույգերը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ, շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Ես իհարկե նայեմ, տեսնեմ, փորձեմ հասկանալ ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ դևի կարտը, չար ուժեր եմ տեսնում եմ դատաստանի կարտը, տեսնում եմ ջահեր։ Ինչ հետաքրքիր է, շատ զարմանալի կարտեր եմ տեսնում եւ բավականին բարդ։ Հարգելի ձկներ, ես զույգերի կարող են լինել ամուսնացած, կարող են լինել չամուսնացած, բաժակների 4-ով ես այստեղ տեսնում եմ, սա իրականում կարծես ինչ-որ մեկ ինչ-որ բան է ձեզ առաջարկում, բայց ձեր սրտով չէ, ինչ-որ բան է լինում զույգերի կյանքում, չեմ կարող ասել, առաջարկում են ինչ-որ հարցի շուրջ դուք կարծես համաձայնության չեք գալիս, կամ միգուցե կա երրորդ ինչ-որ անձ, չեմ կարող ասել, իրականում ինչ-որ գայթակղություն կա, ինչ-որ չար ուժեր կան ձեր 4 կողմը, կդժվարանամ ասել, բայց դուք պաշտպանված եք, ձեզ ոչ մեկ չի կարող վնասել։ Այսինքն գիտեք, այսինքն այդ տպավորությունն է, որ դուք զույգ եք, բայց երևի չի ստացվում, անընդհատ չի ստացվում ձեր հարաբերությունները պահպանելը։ Մի տեսակ ինչ-որ խանգարող հանգաման կա։ Կարծես դուք զույգ եք, բայց ամեն դեպքում ինչ-որ խանգարող հանգաման կա կամ ինչ-որ մեկը կա, ձեզ խանգարում եք, դժվարանամ ասել, բայց ես կարող եմ ասել, որ ինչ էլ կա, ինչ չար ուժեր էլ կան, դատաստանի կարտ իրականում պաշտպանում է, դուք պաշտպանված եք, վերին ուժերը ձեզ պաշտպանում են, ձեր հարաբերություններն են պաշտպանում, դուք այսպես տեսակ ձեզ թվում է թե ընտրության առաջ եք կանգնած, կարտերը ուշում են պահպանեք ինչ որ ունեք, իրականում մի տրվեք գայթակղությանը, չգիտեմ, կամ ձեր ներքին կասկածներն են, ձեր ներքին վախերն են միգուցե, այսինքն վստահ չեք, սա այս զույգն է, ամուսնանամ, չամուսնանամ, սա կարող է լինել աղջիկը, կարող է լինել տղան, մի տեսակ ներքին երևի վախեր անհանգստություններ էլ կան, այսինքն ձեզ թվում է թե սա այն չէ, ինչ որ դուք ուզում եք, համ զույգ եք, համ վստահ չեք։ Կարող է այդպես էլ լինել, դուք ձեր զույգի վրա, ձեր հարաբերությունների վրա վստահ չեք։ Ես տեսնում եմ, որ ինչ որ գայթակղություններ ամեն դեպքում կան, բայց ես տեսնում եմ, որ դուք կարողանաք դրանցից խուսափել։ Դատաստանի կարտը շատ լավ կարտ է, այստեղ պաշտպանում է ձեզ։ Դուք նույնիսկ եթե ինչ որ ձեզ թվում է պետք է ընտրություն կատարեք, իսկ կարտերն ասում են պահպանեք ձեր ունեցածը, իրականում ձեր վախերն են ներքին։ Հարգելիներս, ես ինչ որ վտանգավոր կարտեր իսկապես ճիշտն ասած չեմ տեսնում։ Իրականում մի քիչ համբերեք, պահպանեք ձեր ունեցածը, ձեր հարաբերությունները պահպանեք, աղջիկ եք, տղա եք, ամուսնացած եք, թե ոչ կապ չունի։ Եթե ինչ որ կասկածներ, վախեր, անհանգստություններ ունեք, դա ձեր ներքին զգացողությունն է, իրականում ամեն ինչ նորմալ եմ տեսնում։ Տեսնում եմ, որ իրականում ձեր հարաբերությունները լավ են եւ ավելի լավ էլ կլինեն։ Աշխարհի կարտը բացվում է, եթե դուք պարզապես մի քիչ ձեզ ինքնավստահությունն է պակասում, հարգելիներս, թե չէ ձեր հարաբերությունները իրականում բավականին ճանապարհ ունեն գնալու, այսինքն շատ լավ կլինի։ Ձեր այս անելանելի վիճակի մեջ հայտնվելը, դա ձեր ներքին անվստահությունն է։ Ձեր վրա եք անվստահ, թե ձեր զույգի վրա, ես ճիշտ ասած կդժվարանամ ասել, բայց ես իրականում տեսնում եմ, որ դուք մի քիչ պետք է ձեր վախերը հաղթահարեք, հա, մի կողմ դնեք,
որտեղ իրականում աշխարհի կարտով ես բավականին լավ եմ տեսնում, ճիշտն ասած, որ բավականին լավ եմ տեսնում ձեր հարաբերությունները։ Ես փորձեմ էլի 1-2 կարտով տեսնել ինչ իրականում ինչ կլինի, բայց ձեր ներքին անհանգստություններն են։ Ձեր վրա վստահ չեք, սուքի վրա վստահ։ Ես չեմ տեսնում մեկը մեկին դավաճանել է, մեկը մեկից հեռանում է, բոլորովին։ Մի տեսակ ինչ որ անվստահություն կա ձեր կամ ձեր զույգի նկատմամբ։ Շատ հետաքրքիր է հարգելներս, այսքան խառնում եմ ձեր աչքի առաջ, տեսնում եկեղեցականի կարտ է, տեսնում երկու երկու տուզ, մեկը ջահերի տուզը, մեկը թրերի տուզը։ Գիտեք, օգոստոսին ես կարող եմ ասել միշտ ապեք, դուք ձեր հավատ չունեք, ձեր հավատն եք ոստի, ինքնավստահություն չունեք, իսկ կարտերը հուշում են, որ մի փոքր համբերեք, երևի պետք է հավատաք ինքներդ ձեզ, հավատաք ձեր զույգին, իսկ եթե դրա համար ժամանակ է պետք, ուրեմն ժամանակ է պետք, իրականում կպարզվի, դուք ինքներդ ձեզ համար պետք է վստահ լինեք, մինչև ամուսնությունը, հատկապես եթե ամուսնացած չեք։ Երկու տուզ եմ տեսնում եւ տեսնում եմ եկեղեցականի կարտը։ Ինչ կարող եմ ասել, ձեզ պետք է մի քիչ համբերատար լինել, չվերջացնել հարաբերությունները, մինչև դուք ձեր մեջ ինքնավստահություն կգտնեք, մի տրվեք գայթակղություններին, այսինքն հարևանի հարսը սիրուն է, այդպես էլ չի լինում, այդ պարզապես հարևանին է, դուք չգիտեք, լավ մոտիկից չեք ճանաչում, դրա համար ձեզ սիրուն է թվում։ Իսկ իրականում այդպես կարող է եւ այդպես չլինել։ Ես էլի եմ ասում, տեսնում եմ արև, նորից եմ տեսնում տուզ, այստեղ էլ եմ տեսնում արևով տուզ, այստեղ էլ երկու տուզ էր բացվում, այսինքն իրականում ես տեսնում եմ, որ դուք բավականին լավ զույգ եք, ձեր վախերը որտեղից են գալիս, ինչ դրսի կյանքը ձեզ գայթակղում է, ինչ է անում, իրականում բավականին պրոբլեմատիկ կարող է լինել, բայց իրականում պահպանեք ձեր զույգը, իրականում դուք լավ զույգ եք, հարգելներս։ Ինչ եմ տեսնում աշխատանքի վայրում, տեսնում եմ մահվան կարտը եւ տեսնում եմ լաբիրինթոս։ Խճճվել եք ինչ-որ հարցում աշխատանքի հետ կապված, թե աշխատանք չունեք, չեք կարողանում գտնել, թե աշխատանքի վայրում, թե գործերում խնդիրներ ունեք, կփոխվի հարգելներս։ Կտրուկ փոփոխություն կլինի, տրանսֆորմացիա կլինի օգոստոս ամսվա ընթացքում։ Լաբիրինթոսի հակառակը նշանակում է լաբիրինթոսից դուրս գալ։ Եթե խնդիրներ կան, նշանակում է խնդիրների լուծումը կգտնվի։ Ամեն դեպքում անպայման ինչ-որ բան կփոխվի հարգելներս դրական ուղղությամբ։ Տեսնենք գործերում ինչ է փոխվում ձկների համար։ Անպայման կփոխվի հարգելներս, ես չգիտեմ ինչ խնդիրներ, ինչ պրոբլեմներ են եղել, տեսնում եմ պայքարը, դուք բավականին պայքարել եք, բավականին։ Եթե աշխատանքում էր ինչ որ ձեր պաշտոնի, ձեր տեղի համար պայքարել եք կամ նոր աշխատանք պետք է ընդունվեք, բավականին փորձությունների միջով անցել եք, ես տեսնում եմ դուք ամեն դեպքում կանգնած եք կանգուն ձեր ոտքերի վրա, բավականին էլ համբերատար եք։ Տարբեր գայթակղիչ առաջարկություններ միգուցե եղել են, չգիտեմ ինչ է եղել ձեր մեջ, գայթակղություն եղել է, կարող եք ինչ որ միգուցե անօրինական տարբերակների դիմել կամ չգիտեմ ինչ կարող եք անել, մի քիչ ավելի երևի բացասական ճանապարհով կարող եք ձեր նպատակին հասնել, բայց ես տեսնում եմ, որ դուք այդպես չեք վարվում, ճիշտ եք անում։ Փորձում եք ինչ-որ մեկի հետ ամեն դեպքում զրուցել։ Եթե կա ձեզ ներողություն գործընկեր ունեք, որի հետ խնդիրներ միգուցե կային կամ որի հետ միասին եք հայտնվել խնդիրներում կփոխվի իրավիճակը։ Միգուցե գայթակղությամբ, միգուցե ուզել եք ձեր ձեռքը վերցնել ամեն ինչ, գործընկերոջը հեռացնել, չգիտեմ։ Ես տեսնում եմ, որ իրականում հակառակը կխոսեք, կզրուցեք, երես իրար կբացատրվեք եւ նոր որոշում կկայացնեք, ընտրությունը կկատարեք եւ կհաշտվեք։ Ես տեսնում եմ, որ ամեն ինչ աշխատանքի վայրում կհաջողվի։ Եթե դուք ինչ-որ տեսեք, այստեղ թագավոր եմ տեսնում, այսինքն եթե դուք ինչ-որ նպատակ ունեիք եւ լաբիրինթոսում խճճվել եք, չեք կարողանում նպատակին հասնել, ես տեսնում եմ մահվան կարտով կփոխվի, որտեղ եւ ջանք եք դրել եւ համբերատար եք, գայթակղություններին չեք տրվել, անօրինական ճանապարհներով, այսպես ասած, բացասական ճանապարհների քայլերի չեք դիմել։ Ես տեսնում եմ, որ իրականում դուք ձեր խնդիրները հասկանում եք պրոբլեմը ինչումն է, նոր որոշում եք կայացնում, ընտրությունը կայացված է, ճանապարհը ընտրել եք եւ կհասնեք ձեր նպատակին։ Մի քիչ երկար կտևի, մի քիչ դժվարություններ տեսնում եմ, որ եղել են, բայց ես հույսով եմ մինչև օգոստոսի վերջ ձեր նպատակին կհասնեք, որովհետեւ փոփոխություն կլինի։ Ինչ պատճառով էլ որ խճճվել եք, ես չեմ կարող օրինակներ բերել, ամեն մարդու դեպքում կարող է տարբեր լինել։ Ես տեսնում եմ, որ դուք դուրս կգաք։ Հաղթանակած է դուրս կգաք հարգելներս։ Իսկ ֆինանսների հետ տեսնում եմ պայքարի կարտը եւ տեսնում եմ սրտիտուց ու տղամարդ։ Չգիտեմ, տղամարդը ինչի համար է պայքարում իր ֆինանսների համար, ինչ խնդիրներ, պրոբլեմներ կան, ընդ որում մի հոգու մեջ չէ։ Ձկների եւ էլի մի կամ մի քանի հոգու մեջ է ինչ որ պայքարը։
Ես տեսնում եմ, որ բավականին ինքնավստահ է այստեղ տղամարդը, բիզնեսմենի տեսք ունի, տեսնում եք, բավականին կայացած, կամ ինչ-որ մեկը կա շատ ինքնավստահ, որը գործից հասկանում է եւ ձեզ օգնում է, ինչ-որ մեկն էցա, որ ձեզ օգնում է, կամ պարզապես դուք եք շատ ինքնավստահ, նաեւ ձեր հաղթանակի վրա եք վստահ, ներողություն կարտվեց, կամ դուք եք ինքնավստահ, նորից եմ ասում, կամ ինչ-որ մեկն է շատ վստահ, բայց առայժմ տեսնում եմ, որ բավականին բարդ խնդիր է։ Տեսնում եմ արագության կարտը, այսինքն մի քիչ շտապում եք երևի, չգիտեմ, ինչ ֆինանսական հարց է, վարկ եք ուզում, բայց խնդիրներ են առաջացնում։ Տեսնում եմ ամեն դեպքում ինչ-որ մրցակցություն կա ձեր ֆինանսների հետ կապված։ Ֆինանսական ինչ գործարքներ եք կնքում, ամեն դեպքում մի քիչ կարծում եմ որոշ մարդկանց հետ խնդիրներ ունեք։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ։ Նո նախ արագության կարտով կարող եմ ասել, դուք երևի շտապում եք մի քիչ, բայց համ էլ բավականին ակտիվ ամիսեր կլինի ֆինանսների առումով, շատ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ձկներ, սպասեք ավելի մանրամասն ասեմ, որտեղ շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Եվ բարդ։ Այստեղ տեսնում եք մարդը շատ ոտքը ոտքին ինքնավստահ հանգիստ, այսպիսի ինքնավստահ մարդ եմ տեսնում ես այստեղ։ Ես կարող եմ ասել, որ մեր ձկներն են, դուք բավականին ֆինանսապես ապահոված մարդ եք, ինքներդ ձեր աշխատանքով մեծ արդյունքների էլ հասել եք։ Ես այդպես եմ տեսնում, եւ կին եւ տղամարդ երկուսն էլ տեսնում շատ ինքնավստահ եւ ֆինանսներով այսպես բավարարված կին, եւ այստեղ տեսնում եմ շատ այսպես ֆինանսների թակավորն է, սա երկուսն էլ ֆինանսական կարտ է։ Եթե դուք նույնիսկ զույգով եք, երկուսով եք, ընտանիքով եք եւ հասուն մարդիկ եք արդեն ինչ որ ֆինանսական գործարքներ, ինչ որ պլաններ ունեք, ներդրումներ եք ուզում անել, չեմ կարող ասել, բաժկ եք վերցնում մի նպատակի, որտեղ դուք արդեն բավականին ֆինանսապես կայացած մարդ եք։ Դուք ուղղակի ֆինանսական ինչ որ գործարքի հետևից եք գնում։ Տեսնում եմ, որ ինչ որ բարդություններ կան, մի քանի հոգու հետ պայքարի մեջ եք մտել։ Այլ ինչ եմ տեսնում։ Տեսնում եմ այդտեղ բաժակների թակավորը, տեսնում եմ կախված մարդը։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ դուք շփվում եք, շատ եք շփվում։ Ինչ որ մեկը կա, որի հետ գործը պետք է գործը առաջ գնա, չգիտեմ, սա ձեր բիզնես պարտներն է կամ ում հետ է գործ անում, դուք երևի երկուսով եք, կարող է ընտանիքով եք, ինչ հարցի շուրջ եք դժվարանամ ասել, բայց ինչ որ մեկը մի տեսակ անդադ դժգոհ է, ինչ որ մի բան պակասում է այս մարդուն, այսինքն գործարքը չի լինում այս մարդու նվնվոցի պատճառով։ Եթե սա բանկի հետ է կապված, ինչ որ նոր թուղթ են ուզում, նոր ինչ որ չգիտես, ինչ են հանգամանք է պետք բարձել, ինչ որ մի բան գործը տեղից չի շարժվում այս մարդու պահանջների ներկայությամբ։ Դուք այսպես հոգնած վիճակում, համ ուզում եք այդ մարդուց թողել հեռանալ, վերջապես, որտեղ շատ բարկացած եք, հոգնած եք, բայց ես չեմ տեսնում, ի վերջո կհեռանաք այդ մարդուց, թե չէ, բայց այս մարդու պատճառով է, որ ինչ որ ձեր գործերն առաջ չեն գնում, դուք շատ հիասթափված եք, տեսնում եմ, բայց ես տեսնում եմ, որ իրականում դուք երևի թե չեք հրաժարվում ձեր մտքից, բավականին վստահ եք ձեր ուժերի վրա եւ վերջանում է։ Մի քիչ այդ մարդը ձեզ կչարչարի, անկեղծ ասած, տեսնում եմ թրերի 10-ը, բայց դա վերջն է։ Իսկ հաջողության դուք հասնեք, հարգելիներս։ Եթե ստիպված պետք է գործ ունենաք մեկի հետ եւ դուք մենակ չեք կարողանալու նպատակին հասնել, այդ մարդու ձեռքին մի քիչ երևի կչարչարվեք, բայց ես տեսնում եմ, որ կվերջանա իրականում, կվերջանա, որովհետեւ դուք շատ ուժեղ եք։ Այսինքն այդ մարդը պարզապես ավելի շատ ջղերի վրա է ազդում, քան ինքը ձեզնից ուժեղ է։ Բոլորովին այդ պայքարում եք նպատակին հասնելու համար, այդ մարդու, չգիտեմ, պահանջների պատճառով է ձգձգվում է, բայց իրականում կվերջանա եւ ձեր ֆինանսները գա, սա 10-ն է պենտակլի, այսինքն ֆինանսները ձեզ հաստատ կգան, դուք հաջողություն կունենաք, հարգելիներս։ Մի քիչ ուղղակի բարթանում է մեկի պատճառով, բայց ես տեսնում եմ, որ դուք ֆինանսներում խնդիրներ չեք ունենա։ Շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում որպես խորհուրդ բոլոր ձկների համար։ Հարգելի ձկներ, սա մարդ է, որը հասել է իր կյանքում ինչ-որ բանի հասել է իր աշխատանքով, երկար տարիների փորձով եւ այժմ ուզում է կիսվել եւ կարող է կիսվել իր գիտելիքներով, ձեռքբերումներով այլ մարդկանց հետ։ Այսինքն սա նաեւ ուսուցիչն է, նաեւ այդպես կարող են կարտերը հասկանալ։ Գիտեք, եթե դուք ինչ-որ մի բան, ինչ-որ մի մասնագիտության եք տիրապետում, ինչ-որ ինֆորմացիայի, դուք ինչ-որ ձեռքբերումներ ունեք, կարտերը հուշում են, որ դուք կարող եք մարդկանց նաեւ սովորեցնել, կարող եք ինչ-որ ձևով ձեր գիտելիքները կամ փորձը հաղորդել մարդկանց, կարող եք օգտակար լինել մարդկանց։
որոշ ձկներ, եթե դուք ինքներդ անգամ չգիտեք, օրինակ հատկապես թոշակառուները, երբ մարդիկ մեծանում են, չեն ուզում աշխատանք կորցնել, որտեղ թոշակի անցնեն, թոշակով չեն կարողանա ապրել, կարտերը ձեզ հուշում են, որ դուք ունեք մի շնորհք, ունեք մի ինչ որ, չգիտեմ, մասնագիտություն, արհեստ, որ կարող եք իրականում դրանով կիսվել, կարող եք մարդկանց սովորեցնել, դա եւ ձեզ ինքնաբավարարվածություն կբերի, այսինքն դուք ձեզ հոգեպես բավարարված կզգաք, բայց դա կարող է նաեւ ձեզ ֆինանսներ բերել։ Այ կարտերը հուշում են, եթե ունեք ինչ-որ գիտելիքներ, ինչ-որ նույնիսկ եթե դուք շատ բարի մարդ եք, շատ սրտաբաց մարդ եք, նույնիսկ բարի խորհրդով կարող եք ձեր լավ տրամադրությամբ մարդկանց տրամադրությունը բարձրացնել, այդպես էլ կարող է լինել։ Ամեն դեպքում սա մարդ է, որը ունի բավականին փորձ, լիարժեք, տեսնում մարդը ուրախ բաժակը բարձրացրել է եւ բաժակը նաեւ կիսում է մյուսների հետ։ Սա մարդ է, որը ինչ-որ բանի կյանքում հասել է եւ կիսում է։ Շատ լավ է, շատ գեղեցիկ կարտ է, հարգելի ձկներ։ Եթե ձեր մեջ կան այդպիսի մարդիկ, կարողացեք լավ տրամադրություն բաշխել ուրիշներին սովորեցրեք ինչ-որ բան, ես էլ եմ ասում, կարող եք ինչ-որ մեկին ինչ-որ բան սովորեցնել կամ մարդկանց աշակերտներ ունենալ, սպորտսմեն կարող եք լինել, ուսուցիչ կարող եք լինել, կարող եք վաստակել եւ տեսնում եմ շատ երջանիկ մարդ, տեսնում եք նկարը, շատ երջանիկ։ Եթե ինչ-որ բան գիտեք, ինչ-որ ունակություն ունեք, ինչ-որ շնորհք ունեք, կարող եք նաեւ ձեր ունակություններից կարող են օգտվել նաև այլ մարդիկ, հարգելիներս, եթե ունեք այդպիսի շնորհք, կիսվեք մարդկանց հետ, դա ձեզ էլ կարող է բերել շատ մեծ ուրախություն եւ ներքին հանգստություն։ Ձեզ լավ ամիս եմ ցանկանում, հարգելի ձկներ։